Ողջույններս բոլորիդ, այսօր պատրաստելու ենք շոկոլադե տորտ Պելե։ Եթե փնտրում եք շոկոլադե տորտ, որը եւ գեղեցիկ տեսք ունի եւ անչափ համեղ է, ապա Պելե տորտը հիանալի ընտրություն է։ Այն առանձնանում է իր փափուկ շերտերով, նուրբ կրեմով եւ հարուստ շոկոլադե համով, որը դուր է գալիս թե մեծերին, թե փոքրերին։ Այս տեսանյութում ցույց կտամ, թե ինչպես պատրաստել այն տնային պայմաններում առանց բարդ քայլերի։ Տնական տորտերը ունեն մի առանձնահատուկ ջերմություն, իսկ Պելե տորտը դրանցից ամենասիրվածներից մեկն է։ Սկսենք այն պատրաստելը։ Կոտրում ենք 3 ձուն եւ մի փոքր հարիճով հարում ենք։ Ավելացնում ենք 320 գրամ շաքարավազը եւ շարունակում ենք հարիճով հարել։ Գոլացնում ենք 600 գրամ մածունը եւ ավելացնում ենք այդ ամենին։ Մածունը գոլացնում ենք, որովհետեւ բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի պետք է լինեն։ Նաեւ ավելացնում ենք 3 ճաշի գդալ բուսայուղը եւ շարունակում ենք հարիճով հարել։ Մաղի միջով անց ենք կացնում 300-ից 320 գրամ ալյուրը, 4-ից 5 ճաշի գդալ կակաոն, մի պտղունց աղը, 1.5 թեյի գդալ սոդան, վանիլինը եւ այսպես մաղում ենք։ Մնացած կակաոյի գնդիկները այսպես գդալով տրորում ենք։ Զգուշորեն այն խառնում ենք։ Իդեպ ասեմ, քանի որ կակաո եմ օգտագործում, ես քիչ-քիչ եմ ավելացնում ալյուրը, որպեսզի չստանամ շատ պինդ խմոր։ Խմորը լցնում ենք յուղաթուղթով ծածկված տապակի վրա։ Քանի որ իմ տապակը մեծ է, ես յուղաթուղթը փոքրացրել եմ դնելով կողքը սննդային տոպրակ, բայց հետո այն փոխարինեցի փայլաթիթեղով։ Խմորը աշխատում ենք հավասարաչափ տարածել, բայց եթե անկեղծ ասեմ, ինձ մոտ միշտ չէ, որ ստացվում է հավասարաչափ այն տարածել, այնուամենայնիվ փորձում եմ որքան հնարավոր է այն հավասարաչափ դարձնել։ Իդեպ խմորը բաժանում ենք 3 մասի։ Խմորը շատ փխրուն է եւ այն ջեռոցից հանելուց հետո խորհուրդ եմ տալիս զգուշությամբ հեռացնել յուղաթուղթը։ Եվ դնում ենք 170 աստիճանի տակ միացրած ջեռոցը 15-ից 20 րոպե։ Պատրաստում ենք կրեմը։ Հարում ենք 300 մլ սերուցքը, մինչև որ ստանանք այսպիսի պինդ զանգված։ Ավելացնում ենք 2 ճաշի գդալ կակաոն, վանիլինը եւ հարում ենք։ Ավելացնում ենք 2 ճաշի գդալ խտացրած կաթը եւ շարունակում ենք հարելը։ Շերտերը պատրաստ են եւ հիմա հեռացնում ենք կողքերը։ Կողքերը դեն չենք նետում, որպեսզի պատրաստենք տորտի փշրանքը։ Բոլոր շերտերի վրա հերթականությամբ քսում ենք կրեմը։ Սիրելիներս, եթե ձեզ դուր են գալիս իմ բաղադրատոմսերը, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, ես ունեմ տորտերի, աղցանների, աղանդերների եւ այլ համեղ եւ բազմազան ուտեստների բաղադրատոմսեր։ Դրանք անպայման կթողնեմ տեսանյութի ներքևում։ Չմոռանաք անպայման հավանել տեսանյութը եւ կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Ձեր կարծիքը ինձ համար շատ կարեւոր է։ Դնում ենք երկրորդ շերտը, վրան քսում ենք կրեմը։ Իդեպ ասեմ, այս տորտը պատրաստում էի առաջին անգամ։ Ինքս այդքան էլ չեմ սիրում շոկոլադե տորտեր, բայց ասեմ, որ այս մեկը շատ հավանեցի։ Տորտը ամբողջությամբ պատում ենք փշրանքով։ Փշրանքը չհերքեց եւ ես վրան մտածեցի քերել շոկոլադ։ Դնում ենք մի քանի ժամ մի կողմ, որպեսզի կրեմը ամբողջությամբ ներծծվի եւ կարող ենք կտրել այն։ Ահա այն կտրում ենք, տեսեք ինչ փափուկ է այն ստացվել սիրելիներս եւ իհարկե անմահական համ ունի։ Հուսով եմ այս բաղադրատոմսը ձեզ դուր եկավ եւ կողքեվորի պատրաստել Պելե տորտը նաեւ ձեր խոհանոցում։ Պելե տորտը այն աղանդերներից է, որը միշտ հաճելի է պատրաստել եւ վայելել ընտանիքի կամ մտերիմների հետ։ Փորձեք այս բաղադրատոմսը եւ վայելեք յուրաքանչյուր շերտի նուրբ ու հարուստ համը։ Ես հիմա կվայելեմ այս հրաշքամով տորտը սուրճով, իսկ դուք հետևեք, որպեսզի տեսնեք հաջորդ համեղ բաղադրատոմսը։